Բարի օր աշխարհասփյուր, բայց արդեն եւ կարելի է ասել իսկական մեր հայ եղբայրքույրերին։ Բարի օր Հայաստանի հայություն, էլի իսկական հայ։ Արդեն սկսել եմ զարմանալը, նայելով, կարդալով մեկնաբանություններ իմ նախանցած ոչ 3 այլ անցած օրվա տեսանյութի տակ ընթերցելով մեկնաբանությունները, ինչքան աբսուրդի նմանվում, սկսում եմ զարմանալ, ասում եմ, այս տեսակ ժողովուրդը, այս տեսակ մարդիկ, արա սրանք պետականություն ունենալու իրավունք ունեն, այդ մարդկանց է վերաբերվում։ Այդ մարդկանց մոտ ստրուկի մտածելակերպ է, եթիմ է, որ թուրքերը վերցնում էին, գերի են վերցնում, երեխեքին էլ տանում էին պատանդ, էլի տանում էին օգտագործում, եսիր են ասում։ Հիմա ինչ եմ տես կարծում, այնքան ավանակատիպի մատորով բանով մարդիկ կան, լսում են, հայեր են խոսում եմ, էլի, լսում են իմ խոսքերը, լսում են, որ և Քոչարյանին եմ քննադատում, և Փաշինյանին, ու սենց գրում են, երկու ֆրոնտում ես խաղում, էլ ինչ են ասել, հա, երկու լարի վրա ես խաղում, այսքան տարի ես ձեզ ասում եմ, ես քաղաքական ուժ չեմ ներկայացնում, ոնց կարամ ես մեկ կամ երկու կամ երկուսից ավել ուժ ներկայացնեմ կամ մի քանի ուժեր համարել աշխատեմ, արա ես չեմ աշխատում, լավ չեք դուք, ուա, հանգիստ չեք թողնելու, արա կյանքս ապրեմ, այն ֆուտբոլի մեկնաբանը, որ ֆուտբոլը մեկնաբանում է, մտնում է ֆուտբոլի մեջ խաղում, արա դատարկ եք դուք, տիկնայք և պարունայք, այդ վատ մեկնաբանություն գրողներին եմ ասում, պարզավորի միտքը կարող չկիսեն մարդիկ, բայց իրանց պահեն կորեկտ, գրեմ մեկնաբանություն, համաձայն եմ կամ համաձայն չեմ, իրանց կարծիքը արտահայտեն, հակափաստարկներ բերեն, չկար է մի հատ հակափաստարկ, մեկը չկար ասի, որ խաբում ես, Նիկոլ Փաշինյանը ինչպես խոստացել է, նախկիններին դատելու եմ, մուկն ու ձուկը չի պլստալու, որ դու խաբում ես, Փաշինյանը իր խոստումները կատարել է, այնա սաղ նստած են բանտերում, սկի Էլխորովաշ չեն ուտում, գրեչկա են ուտում, ոսպ ու բրինձ են ուտում, ախի չեք է տենց արգումենտ բերում, ասեք որ խաբում ես, ստում ես, որտեն մեկ արգումենտ չկա, որտեն մեկ ճշմարտությունն է, վատ եք զգում ու սկսում եք վիրավորել, ճիշտ է ասել, ոմն անուններ չեմ ուզում տամ, որտեվ ափսոս, իսկապես սրտխառնոց առաջացավ դրան, որ հիշեցի, Թուրքիայա, որտեղա վեր ընկած մի հատ բլոգեր կա, մի ժամանակ Քոչարյանին էր հաճոյանում, Նիկոլին դավաճան ասում, հիմա էլ ինչ-որ Փաշինյանին է պաշտպանում, Քոչարյանին դավաճան ասում, սենց բաներով զբաղվող բլոգերը, ատելություն քարոզող հայի նկատմամբ, ոսկի թիրախավորված ինձ էլ է կպնում, ես իր անուններ չեմ տալիս, չեմ էլ ուզում թիրախավորեմ իրան, բայց իմացողը իմացավ, ովքեր որ եկել են գրեն, ճիշտ էր ասել տվյալ անունը, էլի, որ դու Ռոբերտ Քոչարյանի համար ես աշխատում, եթե դուք իրա մակարդակի մարդ եք, իմ հետևորդների շարքում, կամ ինձ պատպիսկա եք եղել, ինչ անեք, դուք չեք նկատում, որ ստեկա մտածողության, ստեկա պահելաձևի, դաստիարակության, ընդհանրապես գաղափարի տարբերություն լիքը, ես ուր, էնի ուր, դու եթե իրան լսում ես, դու ոնց կարաս իմ հայերեն խոսքեր կհասկանաս, արի այդ փչացած այդ ոչնչությունը մեկը որ էլի հային է պառակտում, երբ որ պարապամոնում ասում ինչ ասեն, որ ինձ լսեն, հա Ղարաբաղցի Հայաստանցի, դավայ Ղարաբաղցի Հայաստանցի թեման միացնեմ, սկսեմ խոսալը, Ղարաբաղցիներ դու գետ սենց պահենք Ղարաբաղը, դու էսա այնա սկսում են, դե ախր գիտեմ որ գոգոշները մը բան չկա, չեն կարա վերլուծություններ անեն, չեն կարա քաղաքական մեկնաբանություն տան, գոնե բաժանումներ անենք, պառակտում հանենք, թիրախավորենք ժողովուրդների մեկը ամեն տեսակ մարդ կա և մեր հետ խոսքերին էլ կհետևեն, ուղղակի համ ցավ եմ ապրում, համ էլ թեթևացնում եմ իմ 20 հոգի բլոկ եմ արել, մի 30-40 հոգի ընկերների շարքից եմ ջնջել, մի ներկայացեք որպես աստվածասեր մարդ, հավատացյալ մարդ, Գևորգ ջան, ցավդ տանեմ, Գևորգ դու լավ տղա ես, 3-4 տարի Գևորգ դու լավ տղա ես, ցավդ տանեմ, լսեցին մեկ լոկ քննադատություն Փաշինյանին, քո դեմքն էլ պարզվեց, այ կեներ ջան, ես չեմ խաբում, ոչ մի բան, այդ թվում են չեմ խաբել, որ ես չկամ այդ ուժի մեջ,
Ձեր մոտ երևի տպավորությունա չէ, Գևորգ սենսա ասում թաքցնի։ Չի ուզում բոլորը իմանան, բայց դե հոմ են գիտեն Գևորգ մեր Փաշինյանի թիմի մեջ է, թաքուն, այն անդե պախկված, փափուկ տեղ նստած, սենյակում իրան ֆինանսավորում է, խոսում է։ Մեկ էլ տեսնում եք քննադատություն, ասում են չի աշկիս Փաշինյանը բանը իրանց թիմից դուրս է գցել, Քոչարյանն սրան լավ փողեր է տալիս դրա համար խոսում է։ Արա դու լավ էլի, լավ իրանք ունեք ենթադրելու, մտածելու, կասկածելու, բայց կոնե էլի տրամաբանություն պետք է պարունակի, ախր չեմ էլ նրանում իսկապես բլոգերները, լրագրողները հիմնականում մի մեծ մասը ծախված են եւ թե քննադատությունը, թե գովասանքները փողով են անում։ Իմ մոտ ոչ քննադատությունը, ոչ գովասանքները։ Գովասանք չկա, բայց դե կա դրական, ես պոզիտիվ մարդ եմ, ընդհանուր Փաշինյանի կատարած պոզիտիվ քայլերին եմ անդրադառնում, այդ ժամանակ այցավը տանեմ Գևորգ, վայ, դու էսի շլավն ես, վայ, Աստված պահի ընտանիքդ, վայ, քեզ սենց, նենց հետո այդ նույն ընտանիքի առաջ այդ ոչնչությունները, որ իբր թե սրտանց լավ խոսքեր են ասել, ինչ չեն ասել։ Փաշինյանի կատարած գործին օրինակ որ դրական կամ Փաշինյանի ուղղությամբ շառ են արել, ես ասել եմ շառ մի արեք, Փաշինյանը չի այդ մի բանի մեղավորը կամ պատասխանատուն, գրում են ընտանիքի Աստված պահի նույն ընտանիքից առաջ նորից անեցք հայհոյան կամ վատ բաներ, այդ ճղճի մեկ դուք արա, մի գրեք ինձ, ապրես դու ցավը տանեմ, որ վաղն էլ գրեք թաղեմ քեզ։ Ընդհանրապես ինձ մի օրհնեք, եթե դուք ինքներդ հարցա օրհնված եք, թե ձեր ուղեղը լցված է քաղաքականությամբ ու իմ քաղաքական քննադատությանը կարող վաղը մյուս օրը նորից այդպես պատասխանեք։ Պատրաստ եղեք քննադատության, ես ոչ մի ուժում չկամ։ Ես ձեզ չեմ խաբում, աչքերս բաց ասում եմ, ես ոչ մի ուժում չկամ ու ցանկություն էլ չունեմ։ Հայերեն բացատրում եմ։ Թարգմանի չէ որ արտասահմանյան ֆիլմը թարգմանում է հայերեն, որ դու լսես հասկանաս։ Ինքը այդ ֆիլմում խաղում է, դերերի մեջ կա, ոչ։ Ինքը խոսում է, ֆուտբոլի մեկնաբանը, որ մեկնաբանում է ֆուտբոլը բան արեց, ֆուտբոլիստը փոխանցում կատարեց, գոլ խփեց, վարատարը պահեց։ Ինքը այդ խաղի մեջ խաղում է, ոչ, մեկնաբանում է։ Հիմա ինչ եք ինձ արա տանում մտցնում այդ խաղի մեջ։ Ես չկամ այդ խաղի մեջ։ Ես խաղը մեկնաբանում եմ, քաղաքական բլոգեր։ Հասկանում եք, հայերեն կրկնում եմ, քաղաքական բլոգեր, այսինքն քաղաքական իրադարձությունների մասին տալ կարծիք։ Նույն երևույթն է նախկինում 30-40 տարի առաջ այդ նույն process-ը կատարվում էր քաղաքացիական ակտիվ գործողություններում, հրապարակներում, փողոցներ փակելով, ինչը նաև վերջերս էլ է եղել։ Հիմա էլ է կատարվում, բայց հիմնականում ես նախընտրում եմ ոչ թե քաղաքական ակցիաներ անեմ կամ իմ բողոքս ներկայացնեմ փողոցներ փակելով, այլ իմ բողոքը ներկայացնում եմ Facebook-ով, TikTok-ով, համացանցով։ Դժվար է ձեր համար։ Ես քննադատությունը որ հնչեցնում եմ, դուք հակափաստարկ բերեք, ասեք խափում ես, կամ ասեք ճիշտ ես ասում, կամ ասեք Գևորգ, միգուցե չասեի լավ, ճիշտ ես ասում, բայց չասեի։ Արա դրած ասում, ահա, մենք տենց էլ գիտեինք, ոմը փչացած մի հատ փալաս կա, չգիտեմ որտեղ շպրտված բլոգեր իրան դրած անունը։ Հա, ասում այնի ասելա Քոչարյանի մարդն է։ Հա լավ, ասելա Քոչարյանի մարդն է։ Փաստեր օրա։ Հա, նկարս դրել է մեկ այլ բլոգերի նման, вот вам это факт։ Արա նկարը ինչա որ չկարենամ սկրինշոտ անեմ, քո նկարը է մեկի, սաղի նկարը կանամ սկրինշոտ անեմ, ասես տանեմ 20 դրամա, 50 դրամա, որ տպում են էլի, այդ քսերակոպյաններ եմ, չգիտեմ։ Տանեմ ասեմ, ես նկարը հանեք իս տվեք, էլի։ Նկարը հանեմ, բերեմ 50 դրամա ընդհանրապես, մեծ ծախս չի։ Բերեմ sense ցույց տամ, ասեմ, вот смотрите, չեմ ուզում ձեր վրա օրինակ բերեմ, հարգելի ընկերներ։ Ուրեմն ասեմ, ինձանից շատ բան են խոսում, ես էլ եմ լսում, զարմանում եմ, ասում իսկապես այս տղեն sense բաներ անում, համ Քոչարյանից է օգտվում, համ Փաշինյանից ու գլուխ չեմ պոկել այսքան ժամանակ։ Պատկերացնում եք դու Քոչարյանի համար ես աշխատեմ ու թռնեմ նորից Փաշինյանի թիմը, սկսեմ Քոչարյանի դեմ խոսել, իմ գլուխը կապոկի։ Դրա համար ես ոչ եմ, մի թիմում եմ, ոչ եմ, մյուս թիմում եմ, ընդհանրապես ես իմ ժողովրդի, հայ ժողովրդի գիտակից զանգվածներ երևի գիտակցել է, հասկացել է։ Ես դեմ եմ կուսակցություններին, որտեվ ինքը բաժանում է, ինքը ապառակտում է ազգը, կուսակցությունները այսքան չպետք է լինի։ Ես էլ նույնիսկ եթե նոր կուսակցությունները որ հայտ են ներկայացրել մտնեն խորհրդարան,
ողջունում եմ ինչի համար, ես չեմ մտնի իրանց մեջ, չեմ ուզում մտնել, առաջարկներ եղել է, անկեղծ ասած, չեմ մտնել, որովհետև ասել եմ, ինչ ժողովուրդը ճանաչում եմ որպես անկախ բլոգեր եւ արդարության կողմնակից։ Եթե ես դառնամ կուսակցության անդամ, պետք է սեփական կուսակցությանը չկպնեմ, սեփական կուսակցությանը սխալների մասին չխոսամ։ Եվ ընդհանրապես ձգտում էլ չունեմ էլի կուսակցության մեջ մտնել, ընկերներ ջան։ Հիմա եթե ես ձգտում չունեմ կուսակցության մեջ մտնեմ, բայց ողջունում եմ, որ նոր ուժեր են մտնում, որ մտնեն էլի ոչ թե մտնում են, կցանկանայի, որ նոր ուժեր մտնեն խորհրդարան, էլի ինչ, էլի ասելու եք հիմա երրորդ լարի վրա ես խաղում, 3 ֆրոնտում ես կռվում, արա ինչ ֆրոնտ, ես ոնց կարամ հայի դեմ կռվեմ, ընդհանրապես ասեցի, ինչպես Քոչարյանի աջակիցն է, կրկնում եմ խոսքերս, կարող է մի քիչ լավ չեք հասկացել, կարող է մի քիչ էնի զրույց ա եղել TikTok-յան լայվի ժամանակ, ուրեմն այսպես ասեմ, ես համեմատություն եմ դրել Ռոբերտ Քոչարյանի եւ Նիկոլ Փաշինյանի կառավարման շրջանում ինչ որ գործողության մասով։ Համեմատել եմ Ռոբերտ Քոչարյանի ժամանակների քաղաքական սպանությունները, պարլամենտի, գիտեք, կոտորածը, մարտի 1-ի սպանությունները, համեմատել եմ, որ ինչպես Ռոբերտ Քոչարյանի աջակիցն այդ դեպքերը աչք փակում, ասում եմ, մեր պարոն հարգելի Ռոբերտ Քոչարյանը հանուն պետականության պաշտպանության, հանուն Հայաստանի փրկության եւ ինչպես նաեւ Արցախի մնալուն նա ճարահատյալ գնացել է այդ քայլերին։ Այդտենց էր պետք աներ։ Ես լսել եմ դա Ռոբերտ Քոչարյանի աջակցից։ Ասում եմ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ այդ որ պարլամենտը կոտորին, ինքը եթե էդի չաներ Հայաստանը չէր կարենա փրկեր։ Ու իր կարծիքով որ Հայաստանը ձգվել է մինչև 2020 թիվը, օրինակ 26 թիվը, դա Ռոբերտ Քոչարյանի շնորհքն է, որ կոտորել է, ու պարլամենտը կոտորել են, փրկվել է Հայաստանը։ Ասում եմ նույն ձև էլ Ռոբերտ Քոչարյանի չի բանը Նիկոլ Փաշինյանի աջակիցն է ասում, եթե այդ պատերազմը չլներ Հայաստանը չէր փրկվի։ Ասում են էլի Նիկոլ Փաշինյանի աջակից։ Ես հիմա ասում եմ, ինչքան դուք եք մեղադրում Ռոբերտ Քոչարյանին եւ վիրավորում եք Ռոբերտ Քոչարյանի աջակցին, նույն ձև էլ Ռոբերտ Քոչարյանի աջակիցը մեղադրում է ձեզ եւ ձեզ է վիրավորում։ Ասում է Նիկոլը հողատու է, կապիտուլյանտ է, դավաճան է, իր օրոք այսքան զոհ եղավ։ Հիմա ես մեկնաբանում եմ եւ նմանեցնում եմ, որ դուք հասկանաք ու հաշտվեք, հայությունը իրար հետ հաշտվի, որ Ռոբերտ Քոչարյանի աջակիցն էլ է հայ։ Նիկոլ Փաշինյանի աջակիցն էլ է հայ։ Ես հայ եմ, ես ոչ աջակցում եմ Նիկոլ Փաշինյանին, ոչ դեմ եմ Նիկոլ Փաշինյանին, ոչ աջակցում եմ Ռոբերտ Քոչարյանին, ոչ դեմ եմ Ռոբերտ Քոչարյանին։ Գնացեք դուք ուզում եք ընտրեք, ձևավորեք իշխանություն, ինչ իշխանություն էլ ձևավորվի, դուք արժանի եք լինելու բոլորդ այդ իշխանությանը։ Բա որ ասում եմ նայում եմ ձեր մեկնաբանություններին, նայում եմ ձեր պահվածքին, ու ասում եմ այս տեսակ ժողովուրդը ո՞նց պետություն ունի, էլի, զարմանալու բան։ Հավանաբար մեր մեջի տաղանդավոր մարդիկ էլ չնայած քիչ են, բայց այնքան տաղանդավոր են, որ կարողանում են պետությունը, պետականություն պահպանել, պաշտպանել։ Արա դի ձևի մարդ եք դուք, այդ ինչ եք կերել, այդ ինչ ճանճակացել ձեզ թունավոր։ Այսինքն դուք իմ միտքը որ չեք կիսում, իրավունք ունեք վիրավորելու, կամ ինձ հա լավ ասում եք սրա մարդն է, նրա մարդն է։ Հա ես հասկանում եմ ձեր շրջապատում կան այդպիսի մարդիկ, որ սրա մարդն են կամ նրա մարդն են։ Բայց ես ձեր շրջապատի մարդ չեմ, դուք ինչ գիտեք, ես մարդ ինչ որ մեկի մարդն եմ, թե չէ։ Դուք իմ հետ անձնապես շփվում եք, այլ մի հոգի օրինակ միացել է, ինձ անձնապես ճանաչում է։ Միշա Պետրոսյան, անձնապես ճանաչում է։ Հիմա ինքը կարա ինձ ասի Գևորգը ում մարդն է։ Հարցնենք, ինքը կասի Գևորգ ինչ որ մեկի մարդն է։ Ու էլի մարդիկ կան, իսկ բան չեմ տենում աչքից դեմը ով է հայտնվել, ով որ ինձ անձնապես ճանաչում է, չի կարա տենց զորույց անի։ Ամոթ կանի ինքը իմ երեսին կանգնի ասի դու ինչ որ մեկի մարդն ես, բայց այդ հերրակայի շարաչողները, որ ինձ տենց բաներ եք գրում, ինչ ուզում եք ասեցիք, գիտեք տենց է որ ծանր չեմ տանում, արդեն հարմարվել եմ, որ 1000 մարդ 1000 կարծիք, ձեր կարծիքն էլ չի փոխում իմ գործունեությունը, եւ չի փոխում իմ բնավորությունը, եւ չի փոխելու իմ գործունեությունը ինչ որ կատարել եմ այսքան ժամանակ։ Առաջ հա ճիշտ ասած նեղվում էի, խի են ինձ սենց ասում, այս ինչ արի որ սենց ասին, հիմա ինչ ուզում եք ասեք, գրողին թե չասեք։ Դրա համար օրինակ գրել են Գևորգ տենց հետևորդ ես կորցնում։ Դուք մտածում եք ես հետևորդների քանակի վրա ինչ որ բան եմ անում։ Ես այսքան ժամանակ սկանդալային բաներ տենց ստից մտից կինո մինո ստեղծել եմ, որ ինձ հետևեն, ինձ պատպիսկա ալնեն։
Ում հետաքրքիր է թո պատպիսկա ալինի, ում հետաքրքիր չի թո ատպիսկա լինի, ես ոչ մեկին ոչ քաշել եմ բերել, ոչ էլ բրթում եմ ասում հելեք։ Ուղղակի ընկերների շարքը, այ ովքեր ինձ վիրավորական բար գրել են, նայեմ տեսեմ ընկերների շարք կամ ինչ որ մեկին ինձ վիրավորել է, տենում եմ լայք են դրել այդ վիրավորողին իմ ընկերների շարքում կամ 15-20 հոգի կար էլի։ Հերթով ժամանակը չեմ էլ խնայել, նստել եմ ջնջել։ Այսուհետ որ դուք տեսնեք ձեր ընկերների շարքում, դուք իմ ընկերների շարքում չկաք, չզարմանաք, դուք տեսել եմ ինչպես եք լայքել ինձ վիրավորան գրողի մեկնաբանությունը։ Դրա համար էլ ջնջել եմ։ Հետո չհարցնեք, Գևորգ ջան, բայց եսի մեզ ընկերների շարքից ջնջեցի։ Հիմիկվանից ստուգեք։ Դե բլոկվածները parza չեն տեսնի, որ իրենց բլոկել եմ, չեն կարա ինձ գրեն, որ խի ես բլոկել, parza ուրիշ էջով կարող է գրեն, խի ես բլոկել, անիմաստ է, թող չգրեն, որովհետև ում ես դռները փակում եմ իրենց դեմը, չեմ բացում նորից, որովհետև եղել է, ես արդեն կյանքի փորձ ունեմ, մարդիկ այդ այնց օրհնել են, Աստված սպայի ընտանիքդ, ով որ քեզ ուրանա զույգաչով թող կուրանա, մեկ էլ տեսել էլի մտել է վիրավորան գրել, թե ինչ իշխանությանը քննադատել են։ Ընկերներ ջան, քաղաքական գործունեությանը քննադատելը դա միայն ու միայն առողջացման համար է իմ կողմից միտված։ Ես չունեմ նպատակ ոչ իշխանությանը, ոչ էլ նախկին իշխանությանը քննադատեմ իրանց ընտանիքի անդամներին վատ դրության մեջ դնելու կամ հենց իրանց փորձելու ծաղրել կամ ուրիշ վատ բան, ոչ մի նեգատիվ բան չի պարունակում իմ քննադատությունը։ Իմ քննադատությունը կամ մեկնաբանությունները զուտ առողջացման համար է միտված։ Նիկոլ Փաշինյանը անձա, մարդ է, իրավունք ունի սխալվելու, մենք էլ ունենք իրավունք սխալվելու, բայց ես մեկնաբանում եմ տվյալ այդ գործողությունը, որը համարում եմ սխալ, որը համարում եմ, որ չպետք է տենց լինի, որ համարում եմ, որ մանիպուլյացիա է անում։ Դե հիմա ով չի անում։ Մանիպուլյացիա որ մի քաղաքական գործիչ չի անում իր կողքին ընտրազանգված կուտակելու համար։ Ես չեմ ասել Նիկոլ Քոչարյանը նույն մարդն են, իսկ Նիկոլ Փաշինյանի հալալ աղբերը չի Նիկոլ Փաշինյանի նման ոնց կար Ռոբերտ, բայց կա երևույթներ, կա գործողություններ պետական մասշտաբի, որ տեղի է ունեցել, որը կարելի է համեմատած նմանություններ գտած, տարբերություններ եւս գտած։ Ընկերներ ջան, հիմա տեսեք, Նիկոլին ասում են դու 5000 հոգու գլուխ կերար, հարցը թիվը չի, ասում են մեր հայ զինվորների գլուխը դու կերար։ Ես համաձայն չեմ այդ մտքի հետ։ Նիկոլ Փաշինյանը հոչի դրել գնդակահարել զինվորներին։ Ադրբեջանը հարձակվել է, իրավական մի փաստաթուղթ ձեռը, որ Ղարաբաղը Ալմա-Աթայի հռչակագրից հետո իր կազմում պետք է լիներ, կամ թեկուզ 1921 թվին ԽՍՀՄ ճանաչել է Ադրբեջանի կազմում, այդ տարածքը իրավունք չունի իմ տարածքի ամբողջականությունը խախտի ու պետություն ստեղծի, այդ իրավունքների հիման վրա հարձակվել է, պատերազմ է տեղի ունեցել, զոհեր ենք ունեցել մենք էլ, իրանք էլ, արդյունքում հաղթել են ադրբեջանցիները այդ պատերազմը։ Հիմա ասես Նիկոլը տարել է 5000 հոգու գլուխ կերել, ժողովուրդ ջան, դե հիմա չհարձակվեր Ադրբեջան, բախի չեք Ադրբեջանի քննադատում, ես սենց եմ մտածում, հետո Ռոբերտ Քոչարյանի օրոք տեղի է ունեցել հանցագործություն, քաղաքական սպանություններ։ Ըստ ավելի շատ քննադատություն կարելի է հնչեցրած Ռոբերտ Քոչարյանը, որտեղ տեղի է ունեցել Հայաստանի սահմանների ներսում, այսինքն Հայաստանի պետական իրավական համակարգերի վերահսկողության ներքո, ԱԱԾ-ի ներքին գործերի նախարարության եւ մնացած այլ ուժայինների ներքո։ Այս մասում կարելի է ավելի շատ քննադատել Ռոբերտ Քոչարյանը, բայց երկու դեպքում էլ ասում եմ, ոչ Նիկոլն զենք պահել զինվորի գլխին սպանել, ոչ Ռոբերտ Քոչարյանը անձնապես։ Այնքան լավ է բաց վիդեոյում տեսել եք, Նայիրի Հունանյանն է մտել պարլամենտը գնդակահարել։ Դե հիմա Նիկոլ Փաշինյանի ձեռից ով է բռնում, իր կառավարման շրջանում 8 տարի է։ Չի բացահայտվել Նայիրի Հունանյանին ով է հրահանգել։ Ռոբերտ Քոչարյանն է հրահանգել։ Ես չեմ կարող ասեմ Ռոբերտ Քոչարյանն արդեն հրահանգել։ Կարող ես ձերբակալվեմ։ Բռնի Ռոբերտ Քոչարյանից դատի տա ու նույն Նիկոլ Փաշինյանի կառավարության ժամանակաշրջանում ինձ բռնեն նստեցնեն։ Չի եղել տենց դեպք։ Իսկ չեն նստեցրել։ Ում օրոք էր։ Նիկոլ Փաշինյանի կառավարման օրոք։ Ինձ տնային կալանք տվեցին, այդքան նստեցրին։ Իմ իրավունքները հետո ինչ որ մի հատ մարդ, ասես պետքա Գևորգի իրավունքներն է պաշտպանվի։ Մարդու իրավունքների պաշտպանություն եմ գնացել, այդ մասին խոսացել։ Ձևական զորույցներ բանես
պետք է ինչ բանը սենց անենք, ինչ բանը նենց գրենք։ Ասին ես իմ իրավունքները ոտնահարած եմ զգում։ Դուք կարող եք նախաձեռնեք մի բան, որ ես քաղաքացիս ոտնահարված չզգամ։ Всё։ Հարցը այն է, որ 2023 թվին ես Երևանում մինչև 26 թվը լիքը իրավական հարցերում առնչվել եմ ու լիքը իրավական հարցերում մինչև օրս դժվար եմ համարվում։ Դժվար եմ ավտոյի գողության մասով, դժվար եմ իմ վրա ընտանիքիս իմ սպառնալիքներ ու վիրավորանք հայհոյանքներ դրա համար դիմել եմ չեն բանարել բացահայտել դժվար եմ խարդախը գումարային զանիչ վերցրել տուն կառուցելու նպատակով խაფել հիմա ազատության մեջ է սա Նիկոլ Փաշինյանի կառավարության օրոք է եթե Ռոբերտ Քոչարյանի ժամանակ խարդախները վխտում էին ու մինչև օրս Նիկոլ Փաշինյանի օրոք խարդախները վխտում են ես իրավունք չունեմ համեմատություն անցկացնել այդ երևույթը ասեմ ինչպես Ռոբերտի ժամանակ էր վխտում հիմա էլ Նիկոլի ժամանակ է վխտում ունեք արգումենտ կարակ հակափաստարկ բերեք ասեք Գևորգ խափում է արա չեմ խափում Ինչ ասում եմ, ես ճիշտ եմ ասում, դուք էլ ինձ մի վիրավորեք դրա համար, որովհետև գրողից սոսն եմ ուղարկելու, ցմա, դուք չիմանաք, որ դուք 20 հոգի, 50 հոգի ջնջում եմ, իմացեք 150 հոգի երրակի, քառակի, մարդիկ են հետևորդներ ավելանում, գիտեք ինչի, որովհետև այն ավելացողը, գիտակ, նա հիմա տենումա adekvat քննադատություն է, տեղին քննադատություն է, ողջունում է ուզում է դառնա իմ հետևորդը հետևի, որովհետև այսօր օդի ու ջրի նման Ճշմարտության կարիք ունի հայ ժողովուրդը։ Այսօր օդի ու ջրի նման անկախ ազատ բլոգերի խոսքի կարիք ունի հանրությունը, որովհետև իսկապես լիքը մարդիկ եւ ճիշտը, եւ սուտը, եւ քննադատությունը, եւ գովասանքը անում են ֆինանսի դիմաց, իրանց դրա համար ֆինանսավորում է։ Այդ իսկ պատճառով, եթե ուշադիր լինեք, Նիկոլ Փաշինյանի թիմում կան նաև մարդիկ, ովքեր մի ժամանակ եղել են Քոչարյանական, եղել են Սերժ Սարգսյանական, բայց Գևորգին դուք երբ եք տեսել Ռոբերտ Քոչարյանական, Սերժ Սարգսյանական կամ Նիկոլ Փաշինյանի կուսակցության մեջ կամ նիկոլական մի քիչ ճիշտ բառ չէ էլի, այդ բառը մի քիչ բաժանող, անջատող, հա, Նիկոլ Փաշինյանի adekvat աջակցի, adekvat շրջապատի կառավարության, իշխանության մեջ գտնվող մարդկանց հանդեպ ես ունեմ հարգանք։ Իրանք էլ իմ հանդեպ ունեն հարգանք։ Ես իրանց հետ եթե բարելույս լնում է շատ մարդավարի, ոչ թե ձեր նման մի փչացրեք։ Ինչքան դուք ինձ կպնեք, դուք դրանից վնաս եք քաղելու։ Ինձ մի սրեք, մի ջղայնացրեք։ Քարոզարշավա, երբ որ իշխանության աջակիցը ինձ կպնում է, ավտոմատ ես էլ իրան պետք է տեղը դնեմ։ Ես ձեզ տեղը դնելով դուք մենակ վնաս եք կրելու, որտեղ դուք եք հայտ ներկայացրել իշխանությունը ձեր պաշտպանելու կամ կրկին կառավարություն ձևավորելու 26 թվի հունիսի 7-ին։ Ես ոչ ցանկություն ունեմ վարչապետ դառնալու, ոչ падգամավոր։ Ես ոչ ինձ համար ոչ տակա, ոչ էլ սառնա։ Իմ հանդեպ ինչ էլ քննադատ եք, վատ բաներ էլ ասեք, դրանից իմ պաշտոնը չի ինգնի, իմ պագոնները չի ինգնի, ինձ գործից չեն հանի, ոչ իշխանությունից, ոչ էլ ընդդիմությունից, որտեղ ոչ ընդդիմության մեջ եմ աշխատում, ոչ էլ իշխանության մեջ եմ աշխատում, ոչ էլ կարողացա աշխատանք գտնել մի կարգին, որովհետև հիմա մեր երկրում իսկապես տես վատ բաներ կա, քեզ ուզում են տեսնեն դու իսկապես ում մարդն ես։ Հիմա նիկոլականները բացահայտել են, որ ես իրանց մարդ չեմ։ Չեմ վերցնում աշխատանք, գիտե որ մեր մարդը չի, էսի վտանգավոր տիպ է, կարող է մեզ էլ քննադատի ու տենց էլ կա։ Քոչարյանականները իշ չեն վերցնում աշխատանքի, ասում այսի մեր թիմի մեջ չկա, սրանք վերցնեն գործի։ Գագիկ Ծառուկյանականները չեն վերցնում ինձ աշխատանքի, ասում այսի չենք հասկանում սրանից, մեր մոտ չեկա, մեր դուռը չբացեց, մի օր իշխանությանը քննադատում է, մի օր ողջունում է, լավին լավ, վատին վատ, տենց էլ կա։ Այս սրանից բան չենք մենք հասկանում, բա որ սրանից բան չենք հասկանում, սրան վերցնենք աշխատանքի ու մեր զավոդում, արտադրամասում էլի աշխատավարձ չտանք աշխատողներին կամ իրավունքները ոտնահարենք աշխատողներին, բա էսի արժե սրա մեր մոտ պահել, բա որ սրա մասին բարձրաձայնի։ Դե ես էլ առիթ կլինի ասեմ, ընկերներ ջան, ես աշխատանքի կարիքը զգում եմ, ճիշտ է ցանկալի է որ գրաֆիկը ազատ լինի, համագործակցություն լինի, այսինքն եթե կարողանամ տենց էլի գովազդային մենեջմենտով, չգիտեմ, տենց մենեջերական տեսանկյունով, կարողանամ ձեր արտադրամասին օգտակար լինեմ, դուք էլ ինձ նրա դիմաց աշխատավարձ վճարեք, ես
դեմ չեմ, ես սիրով կաշխատեմ։ Ես իսկապես գործազուրկ եմ, ոչ միտեղից չեմ վերցրել գործի։ Կարամ անվանական ասեմ, Գրանդ Տոբագոյում չեմ վերցրել, Գրանդ Քենզիում չեմ վերցրել։ Գրանդ Տոբագո կա հիմա թե չէ, ես չծխողեմ, չգիտեմ էլ։ Գրանդ Քենզիում չեմ վերցրել, Դոմուսում դիմել եմ, չեմ վերցրել, Չարբախի կողմերն էր ոնց որ է Դոմուսը գտնվում։ Մոռացել եմ, ինչ որ պլաստիկատի արտադրամաս կա գործարանայինի հետևի մասերն անգնում, այն էլ արմատներով ինչ որ մեր ռայոնից Ղարաբաղի, Մարտունու շրջանից, եթե չեմ սխալվում։ Այսինքն նույնիսկ Ղարաբաղցի, Լերինականցի, բանը Երևանցի, էդ էլ չունի կապ, Գեորգի չեն վերցնում գործի, որովհետև արդարությունից խոսողը, ճշմարտությունից խոսողը հիմա շատ քիչ մարդ է մնացել, հիմա ամեն մարդ իր շահի համար է խոսում, ինքը ինչ օգուտ ունի դրանից։ Այո, եթե արտադրամասը ինչ որ բան է արտադրվում, կարամ ես եթե դե եմ աշխատում, գովազդ եմ ասեմ, մեր ապրանքը լավ է, առեք ժողովուրդ։ Բայց ես չեմ կարող ասեմ, ժողովուրդ, գնացեք Նիկոլին ընտրեք, ինքը ամենից լավն է։ Գնացեք Քոչարյանին ընտրեք, Ռոբերտ Քոչարյանին, Գագիկ Ծառուկյանին, ոչ մեկին չեմ ասում, ոչ մեկին չեմ ուղղորդում։ Այդ առումով ես ասեմ, ես նախընտրում եմ, որ ընդդիմադիրների շարքերը լրացնեն նոր ընդդիմադիրներ, նոր մաքուր ուժեր։ Իշխանությունն էլ թող ձևավորվի, ով ուզում է գա, անկեղծ ասած კი Փաշինյանը արդեն 50% է այսքանի մեջ, Փաշինյանը 30 քանի 40 քանի տոկոս ունի այս 19 ուժի մեջ, բայց եթե երկրորդ փուլ անցավ ընտրությունները երկու ուժ, Փաշինյանը հա 60+% վերցնելու է։ Ու երևի երկրորդ փուլ էլ անցնի ընտրությունը, կարծում եմ, տենանք ինչպես է դասավորվում։ Ես որ ասել եմ մի տարի առաջ Փաշինյանը 64%-ով հաղթելու է, Փաշինյանը իսկապես Ռոբերտ Քոչարյանին, Սամվել Կարապետյանին ում հետ մեկ-մեկ ածին մնաց հաղթելու է 64%-ով, բայց այս 19 ուժի մեջ լիքը ձայներ են փախցնելու իրանից էլ, Քոչարյանից էլ, մնացածից էլ եւ նոր ուժերին է գնալու այդ ձայները։ Ես կուզենայի, որ մի հատ մաքուր լավ ուժ կամ երկու ուժ կարողանային կոալիցիա կազմեին, մտնեին խորհրդարան, որպեսզի մեզ առողջ ընդդիմություն լինի խորհրդարանում։ Սա տեսակետա ցանկություն է, իմ ընտրությունը մեկ ձայն է, գնալու եմ իմ ձայնը տամ ում կուզեմ կտամ, դա թող ոչ մեկը ինձ հարցնում են ում ես ձայն տալու, ճիշտ չի իմ կողմից, քաղաքական մեկնաբանը ասի ում է ձայն տալու, որովհետև ես չեմ ուզում կողմնապահություն անեմ, կողմնապահություն կլինի դա, որովհետև այսօրվա իշխանությանն էլ եմ քննադատել, վաղվա իշխանությանն էլ եմ քննադատելու, այսօրվա իշխանությանն լավ բաներներ եմ ասել, վաղվա իշխանության լավ բաներներ եմ ասելու, ազատ անկախ մարդ եմ, թևերս բաց, ոչ մեկից կախված չեմ, ոչ մեկ ինձ դրա համար չի վարձատրում, ես որ ում լավ ասեմ, ում վատ ասեմ, եսի մենք էներջան, ինձ դուր չի գալիս, այսօրվա իշխանության բաներ էլ, հիմա բայց քանի որ նախընտրական փուլ է, ձեր համար անընդունելի է դառնում, ժողովուրդ իմ համար անընդունելի է Նիկոլ Փաշինյանի խոսույթը, Գագիկ Ծառուկյանը որդուն վզից բռնելու են բերեմ, ոչ քննիչ ես, ոչ ներքին գործերի նախարարության աշխատող, ոչ, չգիտեմ, նախ առաջինը ընտանիքի անդամների ուղղությամբ ինչի եք այդպիսի խոսույթ օգտագործում։ Եվ եթե իր ընտանիքին էլ են կպնում, դուք գիտեք ես որ ասում եմ, որ ինչու եք Նիկոլ Փաշինյանի ընտանիքին կպնում, մարդը քաղաքական գործիչ է, իր քաղաքական գործունեությանը կպեք։ Բայց իր երեխուն էլ են կպնում, իր կնոջն էլ են կպնում, խառնվում են, բանը քննարկում են իր ընտանիքի procesներին, թե ինչի եղավ, ոնց եղավ, լավ եղավ, վատ եղավ, լավ էլ ինքերներ չան։ Դրա բայց ասեմ, Նիկոլ Փաշինյանը իր գործունեության մեջ բերեց այդ խոսույթը, ինքը բերեց այդ խոսույթը, որ կարան քաղաքական գործչի կամ որևէ հայտնի անձնավորության անձնական դաշտը մտնեն, ընտանիքին կպնեն։ Դրա համար ասում եմ, Նիկոլ Փաշինյանի ես երբ որ հայամատեցի իր գործողությունը Ռոբերտ Քոչարյանը, Նիկոլ Փաշինյանի աջակիցների մեջ ինձ եկան, վիրավորեցին, անպատվեցին, որտեղ արդեն ձեր մոտ տենց մարդկանց մոտ սովորություն է, բնավորություն է։ Իրականում դուք ձեր կյանքում հավանաբար ովքեր ինձ վիրավորել եք, դուք ձեր կյանքում սաղ կյանքներդ աբիժնիկ եք եղել, կամ դպրոցում եք աբիժնիկ եղել, կամ եթե տղամարդիկ եք բանակում եք աբիժնիկ եղել, ձեզ լավ տղերքը նեղել են հավանաբար ու այսօր ձեր նեղվածությունը ուզում եք մի ուրիշ լավ տղուց հանեք։ Դրա համար գալիս եք վատ բաներ եք գրում, ստե մի եղեք աբիժնիկ, եղեք իրար հանդեպ հարգալից, եղեք իրար հանդեպ սիրով Եվ Նիկոլի ընտրողի մի վիրավորեք, Քոչարյանի ընտրողի մի վիրավորեք։ Ես էլ վիրավորում եմ նրանց, ովքեր որ ինձ ուղիղ վիրավորել են։ Ես այն անունները տեսակ չեմ տալիս, եմ փչացած ոչնչությանը դուրս բրծուկին, զվանքին,
ոչ այնով է ինձ համար։ Կյանքում մի անգամ հեռախոսազրույց եմ ունեցել, զանգելա, ուզում ես ասում է ինչ որ բարձրաստիճան սպայի, իր անձնական տվյալները տամ քեզ, որ ինքը սիրուհի է ունեցել, այդ սիրուհու մասին բաներ պատմեն, Գևորգ ջան, քեզ դու արխային քո եթերով ասա բան։ Ասի չէ, ես այդպես բաներով չեմ զբաղվում։ Տղամ արդեն կոնֆլիկտ է ունեցել իմ հետ, ինձ վիրավորել է, պատասխանն էլ ստացել է, տվյալ բարձրաստիճան սպան։ Հետո բա ինչ շորի խանութ մանութ ունեմ, ուզես շորերի բանի օգնեմ, ասի չէ, իսկապես ես չեմ էլ օգտվել, չգիտեմ որտեղ է այդ խանութը, ինչա չեմ էլ օգտվել, չէի օգտվի, ինչ լավ է որ չեմ էլ օգտվել, որտեղ ճիշտ է, այս հակի շորն էլ կարող է իմ հետևորդներից են տվել, այս մայկային էլ, չգիտեմ, էլի տվել են երևի, չեմ էլ հիշում ով ինչ է տվել, բոլորին շնորհակալ եմ, չեմ կարա ամեն մի շորի համար հիշեմ, ով ինչա այնքան լավություն անողներ եղել են, որի համար շնորհակալ եմ, վերցրել եմ իմանալով, որ այդ մարդիկ մարդկային վերաբերմունք են ցույց տվել, բայց դրա մեջ կասկածս եղել է, որ էսի ինչպես ինձ ա ուզում լարի մեկ անձի ընտանիքի ուղղությամբ սիրուհի բացահայտեն բան, նենց էլ վաղը ին վրա է փորձելու ինչ որ մեկին քսի տա, ինչպես որ քսի ա տվել։ Մի քանի հոգի քսի տված եկել են շան նման տակահաճում են։ Դե ճիշտ է ասել էլի էս ինչը, որ դու Քոչարյանի մարդն ես։ Քոչարյանի գրասենյակի տեղը իմ փայում ով իմանա ամոթ իրար։ Նույնիսկ պետք է եղել իմ ծանոթներից մարդ գնա իր գրասենյակ հետը զրուցի, ես տենց էլ չեմ ճշտել իր գրասենյակը որտեղ է գտնվում։ Տենց էլ չեմ իմացել։ Իմ համար չեմ ուզել, ուրիշի համար է ճշտում։ Ես չգիտեմ ով որտեղ գրասենյակ ունի, որտեղ են այդ ֆինանսավորում, որ ին վրա էլ կան հələ տենց մուննատ զուննատ հանեն։ Լավ, կներեք Ժողովուրդ ջան, երկարցրի հարցը էս է էլի։ Եկեք այս ծրվածությունը բարձա կապված է ընտրությունների հետ, բայց ընտրություններից հետո մենք էլի պետք է իրար երեսին նայենք, բարև լույս տանք։ Ես ոչ մի տարօրինակ բան չեմ արել։ Ինչ կա այդ եմ ասել։ Լավ մնացեք, բոլորիդ հաջողություն։